Շնորհակալ եմ, Գրիգոր Իսկանդարյան։ Դուք ֆիքսում եք, չէ՞, Տիկին Ավետիսյան։ Սիրելի երևանցիներ, ուրեմն այս ելույթս նույնպես բաղկացած կլինի երկու մասից, մեկը բուն բյուջեի վերաբերյալ, մյուսը ավականիներին ի պատասխան։ Ուրեմն սկսենք ավականիներից, ՀԿ-ական եւ ոչ միայն ավականիները փորձում են ելի նորից մանիպուլյացիաների շնորհիվ մեզ կապել այլ ուժերի հետ ու կապում են նրանք, փորձում են կապել ավելի շատ գեղեցիկ, իբրև մենք նախկինում, չգիտեմ երբ, մանկապարտեզներ ենք վաճառել կամ նորագավիթի էստակադան չենք սարքել, թե մենք խի պիտի սարքենք, եթե մենք երբևիցե իշխանության չենք եկել ու կապ չունենք այլ ուժերի հետ։ Ես ուզում եմ բոլորիդ նորից հիշացնել ու հատուկ անհասկացողների համար նորից ասում եմ. Մայր Հայաստանը ինքնաբավ ուժ է, Մայր Հայաստան կուսակցությունը ստեղծվել է 2025 թվականի սեպտեմբերի 21-ին, իսկ Մայր Հայաստան շարժումը 23 թվականին։ Այն, որ փորձում եք կապել, ես ճիշտ ասած հասկանում եմ դա ինչի եք անում, որովհետև այլ բան չունեք ասելու, որովհետև մենք ձեր պես կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված չենք եղել ու չկանք, մենք եկեղեցու դեմ արշավներ չենք իրականացնում, մենք Էրդողանի գրքերը հրճվանքով չենք գրկում, ժպտում, չգիտեմ ինչ անում եւ այլն։ Ինչ վերաբերվում է նորից հիշեցնեմ հանրային ձայնին, ովքեր որ քվորումը ապահովեցին եւ այն թանկացումները, որոնք պլանավորել եւ նախատեսել էր ԿՊ-ն նորից ջարդվելու է երևանցիների գլխին, նորից մտնելու են երևանցիների գրպանը, դա վերաբերվում է եւ կարմիր գծերին, եւ տրանսպորտին, եւ աղբահանությանն, որ ասում եք երկու հատ, երկու հատ չի։ Ուղղակի այդ երկու հատը ձեր մոտ են տպավորված։ Դրանցից որ եւ մեկն էլ դատարանով հաղթել ենք մի քանի անգամ, ես նորից եմ կրկնում։ Ու ինչը վերաբերվում է, կուսակցությանը, ես նորից եմ նշում, այնտեղ ավականիներից մարդ կար տեղից արձագանքեց, նորից եմ նշում, այ հատուկ ձեզ համար։ Մայր Հայաստանը ինքնաբավ ուժ է, առաջնորդն էլ Անդրանիկ Թևանյանն է։ Եթե չեք հասկանում, դուք կարող եք ինձ ասել, ես քանի անգամ կրկնեմ, որ հասկանաք։ Եթե խնդիրը քանակի մեջ է կրկնելու, չեմ ալարի, ձեր համար նորից կրկնեմ։ Եվ անցնենք բյուջեին, ուրեմն 25 թվականի բյուջեով նախատեսվել էր 9 միլիարդ դրամ մետրոյի կառուցման աշխատանքների համար։ Եվ բյուջեն ճշտվելով գնաց մոտ 7.5 միլիարդ դրամ այդտեղից իջացվեց, պակասեց։ Այսինքն ստեղ առաջանում է բավականին լուրջ հարց, այստեղ կա պլանավորման խնդիր, թե ուղղակի պոպուլիստական ձևով նորից 9 միլիարդ բերել եք, որ անցած տարի ասեք, այսքան գումար ենք տրամադրելու ու կամաց այդ գումարը իջացրեցիք, փաստացի ստացվեց, որ 1.5 մոտավորապես միլիարդ դրամ է ծախսվել։ Հիմա էլ 2 միլիարդ եք բերել, հեսա կտեսնենք դրանից ինչքանը ու ինչի վրա կծախսվի։ Ճիշտն ասած, բանի հետ կապված կուզեի խոսել, օդի աղտոտվածության հետ կապված, ուրեմն 25 թվականին նախատեսել եք բյուջեով 17 միլիոն 100 000 դրամ օդի աղտոտվածության դեմ միջոցառումների կազմակերպման համար։ Դե 25 թվականին իհարկե հիշում ենք ինչքան մաքուր էր Երևանի օդը, եւ 26 թվականին նախատեսել եք 15 միլիոն դրամ, 2 միլիոն 100 000 դրամով ավելի քիչ։ Տրամաբանական հարց է առաջանում, եթե այդպիսի կետ կա բյուջեի մեջ, որը պետք է ուղղվի օդի աղտոտվածության դեմ պայքարին, ապա ինչու 2 միլիոն դրամ իջեցնել, որովհետև այդ խնդիրը ոչ թե չի պակասել, այլ ավելացել է, որտեղ Երևանի օդը 25 թվականին նույնիսկ առողջ մարդու համար վտանգավոր էր, բայց այդտեղ կարելի է մի քանի տարբերակներ կա, էլի, օրինակ այդ 15 միլիոնը, որ նախատեսել եք, այդից մի
5 միլիոնը տալ օրինակ Քամուն, որտեվ Քամին բավականին լավ մաքրեց Երևանի օդը, կամ ինչպես իմ գործընկերներից մեկն էր նշել, Քամուն նշանակենք քաղաքապետի տեղակալ, որ միգուցե ավելի էֆեկտիվ կլինի, կամ հովհարներ առնենք ու փորձենք այդ հովհարներով քամի անել։ Սիրելի երևանցիներ, սա 2025 թվականի վերջին նիստն է եւ ես նախապես շնորհավորում եմ ձեր գալիք տոները, ցանկանում եմ լինեք առողջ, որ ամենակարևորն է եւ 26 թվականը քաղաքական տեսակետից բավականին բարդ տարի է լինելու, ձեզ հորդորում խնդրում ենք կատարել ճիշտ ընտրություն ընտրելով Մայր Հայաստանին, որովհետեւ մեր առաջարկած եւ նախագծերը եւ պլանները եւ քաղաքական եւ տնտեսական տարբերվում են եւ իմ կարծիքով ամենալավն են։ Սիրելի երևանցիներ, ստեսություն այս տարի կհանդիպենք մյուս տարի, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Լուսինե Սարգսյան։